Նոր-Նորքի թաղապետը հրաժարական է տալիս գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետն առաջինը հենց Տիգրան Տեր-Մարգարյանին խոսքի իրավունքը փոխանցեց։ Նա կարծիքն ամեն դեպքում չի փոխել, ակտիվիստ Չախոյանին ծեծի ենթարկելը վերջինիս հրահրած սադրանքի հետևանքներ։ Դառնալու է շահարկման առարկա այն, որ ես լինելով Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար։ Ուզում եմ այնուամենայնիվ շեշտել, որպեսզի հետագայում նման, այսպես ասած, մեթոդներով որոշ գործընկերներ չփորձեն շարունակել իրենց աշխատանքը, որովհետև այնուամենայնիվ միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում, կան այլ մեթոդներ, քրեաիրավական մեթոդներ։ Ապօրինի շինարարության դեմ պայքարը շարունակում է Երևանի ամենաբարդ խնդիրներից մեկը քաղաքապետարանի համար ամենախնդրահարույցը մնալ։ Ավինյանը ձևակերպեց, քանակն ու ծավալները նվազում են, բայց մշակույթի դեմ պայքարը ավելի բարդ է։ Առհասարակ որևէ տեսակի ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ եւ չի կարող լինել։ Այդ ապօրինի շինարարության պատճառով է, որ այսօր տարատեսակ այգիներում ունենք տարատեսակ շինություններ, որոնց հետո, այսպես ասած, այդ շինությունների չգիտեմ, տերեր կոչենք այդ մարդկանց թե ինչ, այնուամենայնիվ փորձում են պայքարել այդ շինությունները սեփականացնելու համար, երբ որ քաղաքապետարանը փորձում է մաքրել այգիներից այդ տեսակ շինությունները։ Երևանի եկամուտները թերի են հավաքագրվել հունվարից ապրիլ ժամանակահատվածի համար քաղաքապետարանը նախատեսել էր գրեթե 25 միլիարդ 506 միլիոն դրամ գումար հավաքել։ Փաստացի մոտ 21 միլիարդ 970 միլիոնը կա, պակաս 3.5 միլիարդից առյուծի բաժինը 2.3 միլիարդ դրամը։ Հանրային տրանսպորտի թերհավաքագրման պատճառով է ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի։ Ավինյանն արձանագրեց, թե պետտրանսպորտից օգտվողների մինչև 80%-ը պարտաճանաչ վճարում է, այնուամենայնիվ նաև թանկացման դեմ բոյկոտի արդյունքն է։ Դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա։ Առաջին հերթին։ Եվ օրինակի համար, եթե այսօր մոտավորապես 2.7% ունենք մենք ավտոբուսներ, որոնք որ դուրս չեն եկել, այսինքն այդ ֆինանսական հոսքը այնքան է աճում, որ Երևանի քաղաքապետարանը ուղղակի ֆիզիկապես չկարողանա անընդհատ այս ծավալը սպասարկի։ Քաղաքապետը նաև հերթական անգամ շեշտեց, երկրորդ կարծիք չկա տրանսպորտում չվճարելու դեպքում պետք է տուգանք լինի։ Համապատասխան օրենքի նախագիծը հիշեցնեմ, արդեն խորհրդարանում է։ Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։